Իրան-ԱՄՆ բանակցությունները հետաձգվում են 4-րդ ռաունդը, որը պետք է տեղի ունենար Հռոմում, Օմանի ԱԳՆ-ի հաղորդմամբ հետաձգվել է միայն տեխնիկական պատճառով։ Փորձագետները սա կապում են Սպիտակ տան կադրային փոփոխությունների հետ։ Պաշտոնից ազատվեց ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Մայքլ Ուոլցը։ Նա նշանակվելու է ՄԱԿ-ում Ամերիկայի դեսպան։ Ուոլցի պաշտոնակության 2 վարկած է շրջանառվում։ Անվտանգության խորհրդի քարտուղարը սխալմամբ թե դիտավորյալ մի շատ կարևոր ճանաչված լրագրողի ներառել էր այդ գեր գաղտնի անվտանգային չաթ խմբի մեջ, որտեղ քննարկվում էր Եմենի հութիների դեմ հարվածները։ Եվ երկրորդը այդ անվտանգության խորհրդի քարտուղարը ավելի կոշտ քաղաքականության կողմնակից էր ընդդեմ Իրանի։ Կա կարծիք, որ Թրամփն իր պաշտոնավարման 100 օրում որևէ հաջողության չի կարողացել հասնել։ Այս տրամաբանության մեջ են Իրանի հետ բանակցությունները։ Բացի սա, նահանգների համար այլ ավելի առաջնային հարց կա։ Ամերիկյան վերնախավի մտահոգությունը միայն Չինաստանն է։ Իրենք ուզում են ինչքան շուտ այս տեղական հարցեր, որոշ խնդիրներ, Իրան, Պաղեստին, Ուկրաինա, Ռուսաստան, այդ հարցերից ձերբազատվեն, անգամ կարծիք կա, որ Թրամփը ուզում է Ռուսաստանի օգնությամբ էլ ճնշի Չինաստանին։ Այսուհանդերձ Թրամփն ըստ մասնագետի ցանկանում է Թեհրանի հետ որևէ համաձայնության հասնել, սակայն ճնշում կա Իսրայելից։ Հրեաները լոբինգ են անում, որ Իրանը ոչ մի գրամ ուրան չպետք է ունենա։ Կարիքի համար կարող են այն ներմուծել։ Իրանը անկարելի է, որ նման բան ընդունի։ Զուգահեռ Դոնալդ Թրամփը կոշտացրել է հռետորաբանությունը, կոչ է անում անհապաղ դադարեցնել իրանական նավթի բոլոր գնումները, այդ երկրին սպառնալով լրացուցիչ պատժամիջոցներով։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ եթե Իրանն ուզում է միջուկային խաղաղ ծրագիր, լուծումը մեկն է՝ պետք է կառուցել ռեակտորներն ու ներմուծել հարստացված ուրանը։ Նաև նշել է, որ եթե Իրանն իսկապես չի ցանկանում միջուկային զենք, պետք է թույլ տա բացել բոլոր օբյեկտները, այդ թվում ռազմական։ Երկրորդը մենք գիտենք, որ ինքը ինչքան զորք է կուտակել Իրանի հարևան շրջաններում, Հնդկական օվկիանոսի իր ռազմաբազաներում, որպեսզի դրանով էլ ճնշի Իրանին, որ Իրանը անպայման գնա դեպի համաձայնության։ Իսկ Իրանը ինչ է առաջարկում։ Իրանը ասում է, որ իմ դեմ պատժամիջոցները վերացրեք, ես էլ զիջումներ կկատարեմ իմ ատոմային նկրտումների վերաբերյալ։ Պենտագոնի ղեկավարը Թեհրանին զգուշացրել է, որ Վաշինգտոնը տեսնում է, թե ինչպես է Իրանը մահաբեր աջակցություն ցույց տալիս Եմենի հութիներին։ Թեհրանն ըստ պաշտոնյայի շատ լավ գիտի, թե ինչի է ընդունակ ամերիկյան բանակը։ Մասնագետի խոսքով Իրանը բարեկամական խմբերին օգնությունը նվազեցրել է։ Կարծիք կա, որ Իրանի նավահանգստի այդ պայթյունը նաև կապված էր թե բալիստիկ հրթիռների պինդ վառելիքի հումքի կապակցությամբ, նաև կարծիք կա, որ այդտեղից էր նաև նավերով օգնություն գնում դեպի Եմենի հութիներին։ Իրան-Ամերիկա ռազմական բախում չի լինին, կանխատեսում է իրանագետը։ Կողմերը, չնայած խնդիրներին, պատրաստ են լեզու գտնել միմյանց հետ։ Իրանն ամեն դեպքում պետք է նվազեցնի իր հավակնությունները։ Եթե մինչև հունիս ամիս Իրանը համաձայնագիր չստորագրի, այդ եվրոպական եռյակը Իրանի թղթածրարը կփոխանցի Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդ։ Այդ դեպքում պատժամիջոցները շատ ավելի կխստանան։ Եթե հիմա Իրանի դեմ միայն ամերիկյան պատժամիջոց կա, հոկտեմբեր ամսից կդառնա համաշխարհային պատժամիջոց եւ դա շատ ավելի ծանր կլինի։ Թե երբ մի սեղանի շուրջ կհայտնվեն իրանցի եւ ամերիկացի պաշտոնյաները, հայտնի չէ։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններից առաջ իրանական պատվիրակությունը կհանդիպի եվրոպական եռյակի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության պատվիրակությունների հետ։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։